Կայացրեցինք 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում։ Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել, վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը ևս։ Ուզում եմ մի կարևոր հանգամանք բացահայտեմ ձեզ, որ այս ժամանակահատվածում հատուկ առանձին անդրադարձ չենք կատարում։ Մեր կողմից ներկայացվել էր մի քանի դիմումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թե ատելության խոսքի վերաբերյալ, թե վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ։ Մենք դրանց հետ կապված ստացել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի կողմից անգործությունը, մի կողմից մերժումը։ Դրանք բոլորը բողոքարկվել էին վարչական դատարան եւ մենք ունենք նաեւ վարչական դատարանի վճիռներ, որոնցով այս խնդիրները արձանագրված են։ Այսինքն սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություններն են, այլ սա նաեւ դատական ակտերով հստակ արձանագրված հանգամանքներ են։ Վերաքվեարկության անհրաժեշտության վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու, դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Ասեմ ավելին, այստեղ մեծ հարց է, արդյոք միայն այդ երկու ընտրական տեղամասերում, թե մի շարք այլ ընտրական տեղամասերում ևս։ Մեր կողմից ներկայացված ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո, որովհետև կարգը այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումը անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, սա խնդիր է, թե ոչ, այո, խնդիր է։ Ծավալն էլ կազմում է շուրջ 100,000, որից 16-ից 17,000-ը այսպես կոչված, նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովից էր այդ դիրքորոշումը, գաղտնի ցուցակներ կոչվածը, այսինքն զինծառայողների կողմից քվեարկություն։ Արդյոք այս վիճակագրական տվյալը ևս էական նշանակություն ունի, միանշանակ։ Կներեք ավարտեմ, 17,000 քվեաթերթիկ շուրջ անվավեր է ճանաչվել։ Կարող եմ ասել, թե ինչն է դրա պատճառը։ 2026 թվականի ապրիլ ամսին, երբ 24-ժամյա ռեժիմով ամեն կերպ փորձեցին զրկել ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին Սամվել Կարապետյանի անունը եւ ազգանունը օգտագործելու հնարավորությունից, մեկ այլ փոփոխություն ևս արեցին, որը վերաբերում էր հենց անվավեր ճանաչելու, այսպես ասած, կառուցակարգին։ Դրա հետևանքը մենք տեսանք։ Հենց դրա համար է նույն Վենետիկի հանձնաժողովը այդքան միշտ պնդում, որ ընտրություններից շաբաթներ առաջ չի կարելի նման գործողություն անել։ Արեցին, հետևանքը 17,000 անվավեր քվեաթերթիկ։ Ես գիտեք, դրան հեսա կանդրադառնանք, թե ինչ աստիճան տեխնիկական նաև հարցերն են, բայց փաստը նա է, որ նախորդող բոլոր ընտրություններին 4-ից 5,000 անվավեր քվեաթերթիկը այլևս վերածվել է 17,000-ի։ Մյուս հանգամանքը ՆԳՆ-ի ոստիկանության ծառայողների կողմից շուրջ 5,000 մեր հայրենակիցների դիմումները ընտրական տեղամասի փոփոխության վերաբերյալ մերժվել են։ Այս թվերի համակցությունը, որ հիմա դուք բոլորը դիտարկեք այն մթնոլորտի, այն չարամիտ մթնոլորտի պայմաններում, որտեղ նույնիսկ ԵԱԿ ժմիգի կողմից արձանագրվում է, որ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր եղել են, որ տարբերակված մոտեցում, ռեպրեսիվ քրեական հետապնդումներ եղել են, այս ամենի հետ մեկտեղ դուք պարզապես այլ հետևության, քան որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, դուք այլ հետևության չեք կա։ Կարծում եմ իշխանական ցանկացած ներկայացուցիչ այլ տարբերակ քան նման կարծիք հայտնելու չունի, որովհետև վերջիններիս միակ մոլուցքը դա իշխանություն մնալն է։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց դիրքորոշումը արտահայտել են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթել այս ընտրություններում։ Իդեպ կներեք սա էլ արձանագրեմ,
Դուք գիտեք, սիրելի հայրենակիցներ, որ միջազգային փորձում առավել քան տարածված է, որ ընտրությունների արդյունքները ամփոփվում են, երբ որևէ մի ուժ ստանում է ընտրելու իրավունք ունեցող անձանց, ներկայացուցիչների, իշխանության կրողների 50%-ից ավելի ձայն։ Հիմա օրինակ եվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնք այս ժամանակահատվածում ես նկատել եմ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ շատ հետաքրքիր կլիներ դրա մանրամասները իմանալ։ Այսինքն այնտեղ խոսում են, ասում են, դե դուք 49% ես հավաքել, բայց ձայների փոշիացում կա, դրա հաշվին շնորհավորում եմ, որ ընտրվել ես։ Հասկանում եք, սա ամենը խոսում է նրա մասին, որ հայ հասարակությունը իր գնահատականը տվել է եւ նաեւ շատ հստակ է արձանագրեմ, մեր դիրքորոշումը հետևյալն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվերի տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Վարդանյան հարցեր տանք էլի։ ՔՊ-ի Այս ինչ ժամկետում պիտի հաղթանակի դեմ իրականացնելու ենք բոլոր միջոցները, դրանցից մեկը առնվազն այսօր իրականացրեցինք։ Իհարկե իրավական։ Անվավեր ճանաչված Ինչպես? ընտրատեղամասերի ժամկետներում պետք է քննի կա։ Դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը, երբ ընտրության արդյունքների ամփոփումը տեղի կունենա։ Դրանից առաջ, ամփոփումից առաջ։ Այո, բայց նույն օրը։ Այդ երկու տեղամասերը, որտեղ որ անվավեր ճանաչվեց, դրանցից մեկում դուք եք հենց դիմել, ճիշտ է վերահաշվարկի համար։ 35-65-ի մասին է խոսքը, այդտեղ նաև վստահված անձանցից, հենց ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանցից մեկը արձանագրում դրա վերաբերյալ կատարել էր։ Պահանջ վերահաշվարկի եւ ստացվում է, որ ԿՀ-ն իրականացրել է ձեր այդ պահանջը, ճիշտ է։ Մեր կողմից ներկայացված պահանջը չի վերաբերում տեխնիկական, պարզապես անվավեր ճանաչելու։ Եթե նշվածը մեր կողմից խնդիրն էր արձանագրվել, իդեպ մենք առանձին դիմում անվավեր ճանաչելու պահանջով չենք ներկայացրել։ Իդեպ իմ գործընկերը Տիկին Մելոյանը մեկ այլ ընտրատեղամասի վերաբերյալ է հենց նման պահանջ ներկայացրել, որի վերաբերյալ մինչ օրս ընթացք չկա։ Կարող եմ հարցնել, ինչի է այդ տարբերակված մոտեցումը։ Կարող եմ հարցնել, որ իրականում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկը կատարելու շրջանակներում նկատել է, թե արդեն որոշակի ինչ պատկեր է փոփոխվում ընտրական գործընթացի դասավորվածության տեսանկյունից, թիրախավորելով կոնկրետ մեկ քաղաքական ուժի, ամեն կերպ փորձելով, որ վերջիններս չհաղթահարեն անցողիկ շեմը, նման որոշում կայացրեց։ Իդեպ կարող եմ ասել, որ կրկին, եթե օրինակ Տիկին Մելոյանի կողմից ներկայացված դիմումը քննության առարկա դառնար, այն որևէ ընտրական գործընթացի վրա ազդեցություն էական չեր ունենա, այլ արդ ՔՊ-ի ձայների վրա ազդեցություն կունենար։ Բայց իրենք հենց միգուցե նաև դրանով են կաշկանդված, ինչև է։ Սպասելիքներն ինչպիսին են։ Նշված երկու ընտրատեղամասերում հանրագումարով, եթե ասեմ, երկու ընտրատեղամասերը, որոնք անվավեր են ճանաչվել, 500-ից ավելի ձայն ստացել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը, եւ կարող եմ նաև այս հանգամանքն էլ բացահայտել, ինչպես իմ գործընկերները նշել էին, ինչպես նաև հենց Նարեկը Կարապետյանն նշել էր, մեր կողմից հետևողականություն ցուցաբերվելու է մեր յուրաքանչյուր քվեի վերաբերյալ, եւ եթե մենք կտեսնենք, որ վերաքվեարկության հետ կապված որևէ մի նոր ապօրինություն նաև այդ տեսանկյունից է մշակվում, մենք նաև իրավական որոշակի գործիքակազմ այդ մասով էլ ունենք։ Հիմա բոլոր խաղաքարտերը չբացեմ, բայց բոլոր դեպքերում։ Նաև հայտնել էր, որ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է խորհրդարան,